Իրավունք չունես, քանի հոգի են նստած։ Հիշեցի ինձ, դե ուրեմն 17 տեղա, հիշեցի, սկսվա, չեմ զայրանա, հանգիստ պիտի աշխատենք իրար հետ։ Մի փոքր բարկություն այնուհետ հանգիստ աշխատելու խոստում, առջևում 46 օրակարգային հարցի քննարկումներ։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, սակայն Գյումրու քաղաքապետը եւս մեկ կարևոր հանգամանքի մասին հիշեցրեց, որպես իգիտություն բոլորի։ Հայկական վերածնունդը Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ դիմում գրեց ազգային ժողովի նախագահին, որ իրենք բոլորը մանդատներից հրաժարվում են եւ ներկել են դրել իրենց մանդատները, բոլոր 3 կուսակցությունները։ Չնայած որ ինքնապատասխանի դիմումներ ինչ չեն հանձնել, բայց մենք դիմում ենք գրել նաեւ ընդրական հանձնաժողով պարզաբանում տալու համար, բացի դրանից, եթե մանդատները ներկել են դրել, ուրեմն նոր հերթականությամբ նոր ուրեմն ավականու անդամներ ներկայացնելու համար բոլոր 3 կուսակցությունները, որոնք հաղթահարել են 6%-անոց շեմը։ Արտաօրակարգային բնույթ կրող բացական ընկերների հարցին անդրադառնալուց հետո նոր միայն լսվեց առաջին զեկուցումը կապված ավականու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով ստեղծելու եւ նրա կազմը հաստատելու հետ։ Թեկնածությունը առաջադրված է, խնդրում եմ քննարկել եւ որոշում ընդունել համապատասխան։ Հերթը հասավ 4 մշտական հանձնաժողովների ձևավորմանը։ Ըստ Սամվել Բալասանյանի, գործող կանոնակարգի համաձայն եւ սահմանված բանաձևով հանձնաժողովների նախագահները պետք է լինեն Բալասանյան խմբակցությունից։ Առաջարկվեց ու միաձայն ընդունվեց։ Իդեպ ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Լուսինե Սանոյանը, որին քաղաքապետն անձամբ էր ճանաչում։ Ես ճանաչում եմ Լուսինեն իմ բարեկամն է, ասեմ, որ նա երկար տարիներ ֆինանսական հարցերով զբաղվում է նաև Կարեջրի գործարանում, խնդրում եմ քվեարկել, ովքեր են կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնելով օրակարգային մյուս հարցերին քննարկվեց համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին կետը։ Լենա Ջիլավյանը Սամվել Բալասանյանի համար սահմանեց նվազագույն աշխատավարձի չափով գումար։ Հաշվարկայինը 300,000 դրամ, մաքուր աշխատավարձը կլինի 242,000 դրամ, չնայած ասեմ, որ էլի չի ստանա, չէ՞։ Չէ, իհարկե։ Քաղաքապետն աշխատավարձ չի ստանա, նրա հետ մեկտեղ աշխատավարձից կզրկվի քաղաքապետարանի եւս 38 աշխատակից։ Օրակարգում ընդգրկվել էր նաեւ աշխատակազմում հաստիկային կրճատումների մասին հարցը։ 19 հոգի տեխնիկական աշխատակազմը եւ օպտիմալացման արդյունքում 17 հոգի։ Փորձը ցույց տվեց 4 տարիների աշխատանքը, որ կարելի է նույնիսկ ավելի շատ կրճատել, այսինքն ավելի շատ կրճատումներ անել եւ նույն էֆեկտիվությունը կստանալ։ Օրակարգային մյուս հարցերը քննարկվեցին ու հաստատվեցին առանց ավելորդ հարցադրումների։ Վերջում որոշվեց ավականու հաջորդ նիստը նշանակել դեկտեմբերի 12-ին։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։